22 տարեկանում տնից վռնդվելով նա $10 գնեց լքված լեռան գագաթին գտնվող աստղադիտարան աստղադիտակի տակ ինչ-որ բան թաքնված էր։ Կա մի տեսակ խավար, որը ոչ մի կապ չունի լույսի բացակայության հետ։ Դա այն խավարն է, որը իջնում է մարդու մեջ, երբ նա դաժան անդառնալի պարզությամբ գիտակցում է, որ ամբողջ աշխարհում չկա մի տեղ, որտեղ իրեն սպասում են։ Ոչ մի դուռ, որը ուրախությամբ բացվում է նրանց քայլերի ձայնից։ Ոչ մի ձայն, որը օրվա վերջում քնքշորեն կանչում է նրանց անունը։ Ոչ մի սեղանի անկյուն, որտեղ նրանց համար ափսե է դրված։ Դա բացարձակ անտեղիության խավար է, այն ավելի խիտ, ավելի սառը, ավելի խեղդող է, քան ցանկացած անլուսին գիշեր ցանկացած լեռան գագաթին։ Աստղիկ Վարդանյանը խորապես գիտեր այս խավարը։ Նա այն կրում էր իր մեջ, ինչպես երկրորդ սիրտ, մի օրգան, որը կազմված էր ոչ թե մկաններից ու արյունից, այլ կուտակված մերժումից, փակ դռներից, խուսափած հայացքներից, լռությունից, որն ավելի բարձր էր խոսում, քան ցանկացած բանավոր վիրավորանք։ Եվ 2022 թվականի նոյեմբերի 3-ի գիշերը, երբ քայլում էր Մինաս Ժերայսի ներքին մասում գտնվող կեղտոտ ճանապարհով, ձեռքին ուսապարկ, որը պարունակում էր իր ամբողջ ունեցվածքը աշխարհում, որը գրեթե ոչինչ էր, բառացիորեն ոչինչ արժեք չուներ ոչ մեկի համար, բացի իրենից, աստղիկը նայեց վեր, դեպի երկինք տեսավ աստղերը։ Հազարավորներ, միլիոնավորներ։ Լուսավոր կետերի անսահմանություն, որոնք թափանցում էին գիշերվաց թավշանը, անձնական թվացող համառությամբ, կարծես յուրաքանչյուր աստղ անհատապես ասում էր. Ես այստեղ եմ։ Ես ոչ մի տեղ չեմ գնացել։ Դու ես, որ դադարեցիր վեր նայելուց։ Աստղիկը կանգ առավ ճանապարհի կեսին։ Նա իր մեջքի պայուսակը գցեց հողե հատակին։ Եվ նա լաց եղավ։ Ոչ թե այն զուսպ ու ամաչկոտ ձով, որով լաց էր լինում, երբ դեռ տանիք ուներ գլխավերում պատեր, իր լացի ձայնը կլանում էին։ Նա լաց եղավ այնպես, ինչպես լաց են լինում, երբ լսող, դատող, հոգատար, դադարի դրամատիկ լինելուց կամ սա էլ կանցնի ասելու կամ այն դատարկ արտահայտություններից որևէ մեկի մասին, որոնք մարդիկ ասում են, երբ իրականում չեն ուզում խառնվել ուրիշի ցավին։ Նա լաց եղավ ամբողջ մարմնով, ծնկի իջած Մինաս Ժերայսի կարմիր հողի վրա, դեմքը դեպի աստղերը, որոնք փայլում էին հիասքանչ անտարբերությամբ, կարծես տիեզերքն ասում էր. Ես չեմ կարող լուծել քո խնդիրները, բայց ես կարող եմ ցույց տալ քեզ, որ դու անսահման փոքր ես, որ անսահման փոքր լինելը չի նշանակում աննշան լինել։ Դա նշանակում է ազատ լինել։ Բայց նախքան հասկանալը, թե ինչպես է աստղիկը հասել այդ ճանապարհին, այդ գիշեր, այդ արցունքներին Մինաս Ժերայսի աստղերի տակ, անհրաժեշտ է հետ գնալ։ Անհրաժեշտ է վերադառնալ այն կետին, որտեղ առաջին ճաքը հայտնվեց կյանքի հիմքում, որը դրսից նայող յուրաքանչյուրի համար թվում էր, թե գործում է, թվում էր նորմալ։ Նման էր այս հսկայական հակասական երկրի ցանկացած այլ անկյունում գտնվող ցանկացած այլ ընտանիքի կյանքի։ Որովհետև ամենաշատը կործանող ընտանիքներն են հաճախ ամենալավը թվում, իսկ Վարդանյանների ընտանիքը վարպետ էր նորմալության ճակատը ցուցադրելու հարցում, մինչդեռ պատերի ետում կառույցը փտում էր։ Աստղիկը ծնվել է 2000 թվականին Բելու հորիզոնտեում Մինաս Ժերայսում Վարդան Վարդանյանի Գոհար Մարկոսյանի դուստրը, երկուսն էլ հայեր էին, որոնք 1990 ականների կեսերին ներգաղթել էին Բրազիլիա, փախչելով Հայաստանի անկախությանը հաջորդած տնտեսական սոցիալական փլուզումից 1988 թվականի ավերիչ երկրաշարժից, որը ավերել էր ամբողջ քաղաքներ թողել սպիներ, որոնք ոչ մի վերակառուցում չէր կարող ամբողջությամբ վերացնել։ Վարդանը քաղաքացիական ինժեներ էր, որը սովորել էր Երանում, մի մարդ, որը Հայաստանում հարգված էր, կոմպետենտ, մաս էր կազմում Խորհրդային Միության կողմից զանգվածաբար արտադրված տեխնիկական միջին խավի, որը Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո հնացած էր դարձել։ Բրազիլիայում հայկական դիպլոմը արժեք չուներ, Վարդանը վերջիվերջո աշխատում էր որպես վարպետ միջին չափի շինարարական ընկերություններում, աշխատանք, որը բավականին լավ էր վարձատրվում, բայց ամեն օր նվաստացնում էր նրան, քանի որ նրա իր արածի մեջ եղած հեռավորությունը անդունդ էր, որը նա փորձում էր լցնել կոշտությամբ, վերահսկողությամբ, դառնությամբ, որը տարիների ընթացքում դարձավ այն թույնը, որը կվարակեր ամբողջ ընտանիքը։ Գոհարը մաթեմատիկայի ուսուցչուհի էր, նույնպես վերապատրաստվել էր Երանում, սակայն չէր կարողանում իր մասնագիտությունը կիրառել Բրազիլիայում, արտասահմանյան դիպլոմների ճանաչման բյուրոկրատական խոչընդոտների պատճառով։ Նա աշխատում էր որպես դրամարկղային թաղամասի սուպերմարկետում, օրական 8 ժամ սկանավորելով ապրանքները, նույն քաղաքավարի հրաժարականի արտահայտությամբ, որը կիրառում էր կյանքում ամեն ինչի համար, ժպտալով, երբ անհրաժեշտ է ժպտալ,
Շնորհակալություն հայտնելով, երբ անհրաժեշտ է շնորհակալություն հայտնել, իրեն պահելով այն զգացմունքները, որոնք անցանկալի էին կյանքի սցենարում, որը իրենը չէր, բայց որը նա ընդունում էր, քանի որ այլընտրանքը միայնությունն ու անորոշությունը, օտար երկրում միայնակ սկսելու համար ավելի վատ էին թվում։ Աստղիկը 3 երեխաներից կրտսերն էր։ Նրանից վեր կանգնած էր գոռը, ավագը, 5 տարով մեծ, որը հոր հետքերով էր հետում ինժեներական ոլորտում հավատարմորեն վերարտադրում էր, ինչպես քսերոքսի պատճենը, Վարդանի կոշտ ու զսպող խառնվածքը։ Եվ կար Լուսինեն, աստղիկից 3 տարով մեծ, գեղեցիկ, շփվող, կատարյալ համապատասխանում էր այն դերին, որը ընտանիքը ակնկալում էր հայ դստերից, հնազանդ, տնային, ուղղված ամուսնությանը, որպես իր վերջնական միակ ճակատագրի։ Լուսինեն 20 տարեկանում ամուսնացավ հայ-բրազիլացի տղամարդու հետ, որին հավանություն էր տվել Վարդանը, տեղափոխվեց նույն թաղամասի բնակարան, շարունակելով ընտանիքի գրավիտացիոն ուղեծիրը, ինչպես մի արբանյակ, որը երբեք չի համարձակվում չափազանց հեռու հեռանալ իրեն կառավարող մոլորակից։ Եվ հետո կար Աստղիկը, տարբերվողը, տարօրինակը, նա, ով չէր տեղավորվում։ Նա, ով խոսել սովորելուց ի վեր հարցեր էր տալիս, որոնց ընտանիքի ոչ ոք չէր ուզում պատասխանել։ Ինչու է երկինքը ցերեկը կապույտ, իսկ գիշերս քանի աստղ կա։ Եթե աստղերի լույսը միլիոնավոր տարիներ է պահանջում մեզ հասնելու համար, մենք անցյալը տեսնում ենք, երբ նայում ենք երկնքին։ Հարցեր, որոնք Գոհարը լսում էր հոգնած ժպիտով շեղում գնա, աղջիկս, հարցրու ուսուցչին հարցով, որոնք Վարդանը լսում էր աճող գրգռվածությամբ, որը չէր էլ անհանգստանում թաքցնելու համար։ Դադարիր հիմար հարցեր տալուց գնա օգնիր մայրիկիդ խոհանոցում, սա էր Վարդանի ստանդարտ արձագանքը հետաքրքրասիրության ցանկացած դրսևորման, որը ուղղակիորեն կապված չէր գործնական, օգտակար արդյունավետ բանի հետ, այդ բառերի ամենափոքր իմաստով։ Բայց Աստղիկը չէր դադարում հարցեր տալուց։ Նրա հետաքրքրասիրությունը բնավորության գիծ չէր, որը կարելի էր անջատել ինչպես լույսի անջատիչը։ Այն նրա էությունն էր, շարժիչը, որը նրան գործառույթ էր դարձնում, պատճառը, որ նա առավոտյան արթնանում էր կրում ամբողջ օրվա ծանրությունը մի ընտանիքում, որը չէր հասկանում իրեն, ոչ մի ջանք չէր գործադրում հասկանալու համար։ Նա անհագորեն կարդում էր իր ձեռքը ընկնող ամեն ինչ, սկսած հին հանրագիտարաններից, որոնք գտնում էր օգտագործված գրախանութներում, մինչ ինտերնետում առկա գիտական հոդվածներ, որոնց հասանելիություն էր ունենում քաղաքային հանրային գրադարանի համակարգիչներով։ Եվ, ամենից առաջ, նա նայում էր երկնքին։ Աստղիկի գիրքն էր դրախտը։ Ոչ թե այն փոխաբերական, հոգոր, կրոնական դրախտը, որը նրա ընտանիքը հաճախում էր հայկական եկեղեցում, ներկայացնելով որպես արդարների վերջնական նպատակակետ։ Բառացիորեն դրախտ, ֆիզիկական դրախտ, աստղագիտական դրախտ։ Տիեզերքն իր ողջ գլխապտույտ անսահմանությամբ, իր պարուրած գալակտիկաներով, անհնարին գույների միգամածություններով, լույսը կլանող սխորոչներով, միլիարդավոր տարիների ցիկլերով ծնված, ապրող, մահացած վերածնված աստղերով, որոնք մարդկային խնդիրները լավագույն դեպքում մանրադիտակային առումով անտեղի էին դարձնում։ 14 տարեկանում Աստղիկը կառուցեց ինքնաշեն աստղադիտակ։ Օգտագործելով սիրողական աստղագիտության առցանց ֆորումում գտած հրահանգները, նա հավաքեց ՊՖ խողովակից տարրական անդրադարձիչ, գոգավոր հայելի, որը նա գնել էր օգտագործված ձով 15 ռեալով վաճառքի կայքում, իմպրովիզացված ակնոց, որը պատրաստված էր հարանից դեն նետված ակնոցի ոսպնյակներից։ Հեռադիտակը կոպիտ էր, անփույթ, վատ դասավորված ստեղծում էր դողացող, մշուշոտ պատկերներ, որոնք չէին տպավորի որևէ պրոֆեսիոնալ աստղագետի։ Սակայն առաջին գիշերը Աստղիկը ՊՖ խողովակը ուղղեց դեպի երկինք իր սեփական աչքերով տեսավ Սատուրնի օղակները, ցրված լույսի այդ կիսաշրջանը պայծառ կետի շուրջ, որը նախկինում պարզապես մեկ աննկատելի աստղ էր հազարավորների մեջ, ինչ-որ բան, որը բռնկվեց նրա մեջ, որը երբեք այլս չմարեց։ Հաջորդ առավոտյան Վարդանը գտավ հեռադիտակը բակում, գրեթե ոչնչացրեց այն։ Ինչ աղբ է սա։ Ո՞վ է քեզ թույլատրել փող վատնել աղբի վրա։ Գնա մաթեմատիկա սովորիր, գնա պորտուգալերեն սովորիր, գնա ինչ-որ արժեքավոր բան սովորիր։ Երկնքին նայելը սեղանին ուտելիք չի դնում։ Գոհարը միջամտեց ոչ թե դստերը պաշտպանելու, այլ ամուսնուն հանգստացնելու համար, քանի որ ընտանեկան ցանկացած կոնֆլիկտի դեպքում Գոհարի նպատակը միշտ խաղաղություն հաստատելն էր, երբեք արդարադատությունը։ Թող, Վարդան, պարզապես երեխաներն են երեխա։ Նա կհոգնի դրանից։ Աստղիկը չհոգնեց դրանից։ Բայց նա սովորեց հեռադիտակը թաքցնել մահճակալի տակ օգտագործել միայն այն գիշերներին, երբ Վարդանը գիշերային հերթափոխով աշխատում էր շինհրապարակում։
Դեռահասության տարիները Աստղիկի նրա հոր միջ անընդհատ սառը պատերազմի առարկա էին։ Վարդանը ցանկանում էր, որ նա հետի գործնական ուղու, նախընտրելի է ճարտարագիտություն կամ հաշվապահություն, մի բան, որը կապահովեր փող, անվտանգություն կարգավիճակ, 3 սյուները, որոնց վրա հենվում էր նրա աշխարհայացքը։ Աստղիկը ցանկանում էր ուսումնասիրել աստղաֆիզիկա։ Աստղաֆիզիկա բառը Վարդանի համար հայհոյանքի լեզվական համարժեքն էր։ Աստղաֆիզիկա։ Եվ ինչպես ես ապրելու։ Աստղերը հաշվելով։ Աստղերով վարձ կվճարես։ Աստղերով ուտելիք կգնես։ Վեճերը կրկնվում էին ավելի ու ավելի լարված կործանարար ցիկլերով, որտեղ Վարդանը մեծացնում էր ճնշումը, իսկ Աստղիկը կոփում էր իր դիմադրությունը, ինչպես երկու տեկտոնական սալերը միմյանց դեմ մղվող, մինչ կուտակված լարվածությունը երկրաշարժ առաջացնի։ Երկրաշարժը տեղի ունեցավ, երբ Աստղիկն ավարտեց միջնակարգ դպրոցը, հայտարարեց, որ ընդունվել է Մինաս Ժերայսի դաշնային համալսարանի ԵՖՄԳ-ի ֆիզիկայի ծրագիր, աստղաֆիզիկայի մեջ մասնագիտանալու մտադրությամբ, Վարդանը լուրն ընդունեց այնպես, ինչպես պետք է ստանար անբուժելի հիվանդության մասին լուրը, ժխտմամբ, զայրույթով, վերջապես, վերջնագրով։ Եթե ընդունվես այդ դասընթացին, այլս իմ դուստրը չես։ Ես չեմ աջակցելու որեծույլ անբանի, որը ցանկանում է 4 տարի անցկացնել երկնքին նայելով, մինչ լուրջ մարդիկ աշխատում են։ Դու ընտրիր։ Կամ կընտրես լավ դասընթաց, կամ կհեռանաս իմ տնից։ Գոհարը լաց եղավ։ Լուսինեն, որը ներկա էր, գլուխը թափ տվեց այնպիսի արտահայտությամբ, որը խառնում էր կարեկցանքն ու անհասկանալիությունը, կարծես մեկը նայում էր մեկին, որը դիտավորյալ իրեն ժայռից նետում է։ Ավագ եղբայր Գոռը, ինչպես միշտ, հոր կողմն էր, քանի որ Վարդանի հետ համաձայնելը նվազագույն դիմադրության ուղին էր, իսկ Գոռը ամենից առաջ հեշտ ճանապարհների մարդ էր։ Աստղիկը նայեց հորը։ Նա նայեց մորը։ Նա նայեց եղբայրներին։ Եվ ասաց. Ես ընտրում եմ դրախտը։ 3 օր անց, 2022 թվականի նոյեմբերի 3-ին, Աստղիկը հեռացավ տնից։ Նրան չվտարեցին գոռոցներով ու դռները շրխկացնելով, ինչպես սերիալներում։ Ավելի վատ էր։ Նրան լուռ վտարեցին։ Վարդանը պարզապես դադարեց նրա հետ խոսելուց։ Նա դադարեց նրան նայելուց։ Նա դադարեց ընդունել նրա գոյությունը տանը։ Գոհարը, ամուսնու դստեր միջ պատրված ու ջախջախված, փորձեց միջնորդել, բայց յուրաքանչյուր փորձ ջախջախվեց Վարդանի հպարտության անսասան պատի կողմից։ Նա կատարեց իր ընտրությունը։ Հիմա նա ապրում է դրա հետ։ Սրանք միակ խոսքերն էին, որ նա ասաց այս հարցի վերաբերյալ, ամեն անգամ, երբ նա ասում էր դրանք ավելի շատ նման էին մահվան դատավճռի, քան սկզբունքների հռչակագրի։ Աստղիկը վաղ առավոտյան հավաքեց իր մեջքի պայուսակը, մինչ տունը քնած էր։ Նա դրեց այն, ինչ կհամապատասխաներ։ Հագուստ 14 տարեկանից պահած աստղագիտական տետրը, տպագիր աստղային քարտեզը, որը գնել էր գրախանութից 3 ռեալով, մորական կողմի տատիկի լուսանկարը, որը դրված էր նրա մահճակալի կողքի սեղանին, 42 ռեալը, որը ներկայացնում էր նրա խնայողությունները։ Նա իջավ ներք, անցավ մութ հյուրասենյակով, կանգ առավ մուտքի դռան առջ։ Նա վերջին անգամ հետ նայեց։ Տունը լուռ էր։ Ընտանիքի լռությունը, որը համատեղ որոշել էր, որ իր համար պայքարելու արժանի չէ։ Աստղիկը բացեց դուռը, դուրս եկավ։ Առաջին մի քանի շաբաթները գոյատման վարժություն էին, որը փորձարկում էր նրա մարմնի մտքի բոլոր սահմանները։ Նա քնում էր հանրակացարաններում, եկեղեցիներում, Բելու Օրիզոնտեի ավտոբուսային կայարանում, 2 գիշեր փորձում էր չհիշել, քաղաքային այգու նստարանին, գծկված վերարկուի տակ, ուսապարկը կրծքին սեղմած, ինչպես Վահան Ցրտի վախի դեմ։ Նա աշխատանքի անցավ որպես մաքրուհի քաղաքի կենտրոնում գտնվող արտրային շենքում, աշխատելով առավոտյան ժամը 6-ից մինչ կեսօրվա ժամը 2-ը, ինչը նրան ժամանակ էր տալիս կեսօրին մասնակցելու ԵՖՄԳ-ի որոշ դասընթացների, չնայած քաղցը, հոգնածությունը, հուզական անկայունությունը, ակադեմիական կենտրոնացումը դարձնում էին մարտահրավեր, որը հաճախ անհնար էր թվում։ Համալսարանը ապաստարան էր, տանջանք։ Ապաստարան, որովհետև այն աշխարհում միակ վայրն էր, որտեղ Աստղիկը զգում էր, որ իրեն պատկանում է, որտեղ նրա հարցերը ընդունվում էին ոչ թե գրգռվածությամբ կամ արամարանքով, այլ հետաքրքրությամբ, խրախուսանքով, պրոֆեսորների վարակիչ ոգորությամբ, ովքեր նրա մեջ տեսնում էին հազվագյուտ թանկարժեք կայծ։ Տանջանք, որովհետև ամեն օր նա տեսնում էր գործընկերների, որոնք տուն էին գնում իրենց ընտանիքների հետ ճաշելու, ովքեր ունեին իրենց սեփական սենյակները, համակարգիչները, նոր գրքերը, բոլոր նյութական ու հուզական ապահովությունները, որոնք նա չուներ, որոնց բացակայությունը զգացվում էր գրեթե ֆիզիկական ցավով։
Հենց համալսարանում էր, որ Աստղիկը հանդիպեց պրոֆեսոր Հարոլդոին։ Հարոլդո Մոնտենեգրոն աստղաֆիզիկոս էր, Քեմբրիջի համալսարանի դոկտորական աստիճանով, ազգային աստղադիտարանի գիտաշխատող ԸՖՄԳ-ի ֆիզիկայի ամբիոնի լրիվ պրոֆեսոր։ Նա նիհար տղամարդ էր, մոխրագույն մորուքով մշտապես կիսափակ կապույտ աչքերով, կարծես միշտ նայում էր ինչ-որ շատ հեռու մի բանի, ինչը հաշվի առնելով նրա ուսումնասիրության ոլորտը, անտեղի փոխաբերություն չէր։ Հարոլդոն այնպիսի պրոֆեսոր էր, որին ուսանողները կամ սիրում էին, կամ վախենում, քանի որ նա պահանջում էր գերազանցություն, անզիջում անզիջումությամբ, որը մրցակցում էր Վարդանի հետ, բայց կարևոր տարբերությամբ։ Հարոլդոյի անզիջումությունը ծառայում էր գիտելիքին, այլ ոչ թե վերահսկողությանը։ Նա ուսանողներին մղում էր դեպի վեր, այլ ոչ թե դեպի ներք։ Հարոլդը նկատեց Աստղիկին դասի 3-րդ շաբաթում, երբ նա նեյտրոնային աստղերի ձևավորման մասին այնքան ճշգրիտ բարդ հարց տվեց, որ նա 15 րոպեով ընդհատեց դասը, այն քննարկելու համար։ Դասից հետո նա նրան մի կողմ կանչեց խոսելու։ Նա հարցրեց նրա ծագման, հետաքրքրությունների, հանգամանքների մասին։ Աստղիկը, որը սովորել էր անվստահություն հայտնել իր հանդեպ անկեղծ հետաքրքրություն ցուցաբերող յուրաքանչյուրին, պատասխանեց զգուշավոր միավանք բառերով։ Բայց Հարոլդը համառ էր նույն նուրբ համառությամբ, որը բնորոշ է լավագույն խորհրդատուներին, հաջորդ շաբաթների ընթացքում, քիչ-քիչ, Աստղիկը սկսեց բացվել։ Երբ Հարոլդոն իմացավ նրա իրավիճակի մասին, նա երկու բան արեց։ Առաջինը, նրան կապեց ԵՖՄԳ ուսանողական օգնության ծրագրի հետ, որը նրան երաշխավորում էր համալսարանում կացարան, սննդի նպաստ գիտական ձեռնարկման դրամաշնորհ, որը, չնայած համեստ էր, ավելին քան բավարար էր, որպեսզի նա դադարեր քաղցած մնալուց լիովին նվիրվեր ուսմանը։ Երկրորդ բանը, որ Հարոլդոն արեց, նրան պատմելն էր աստղադիտարանի մասին։ Կա մի լքված աստղադիտարան, ասաց նա երեքշաբթի կեսօրին, երբ նրանք սուրճ էին խմում ֆիզիկայի ֆակուլտետի միջանցքում, այն գտնվում է Կայետեի մոտ գտնվող Լեռան գագաթին, այստեղից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա։ Այն կառուցվել է 60-ականներին մի էքսցենտրիկ սիրողական աստղագետի, միլիոնատեր ֆերմերի կողմից, որը տարված էր աստղերով, որը մի ամբողջ կարողություն էր ծախսել 12 դյույմանոց բեկող աստղադիտակով գմբեթ կառուցելու վրա։ Տղամարդը մահացել է 80-ականներին, նրա ժառանգները չէին ուզում որը կապ ունենալ աստղադիտարանի հետ, այն այնտեղ է, լքված, փտած Լեռան գագաթին գրեթե 40 տարի։ Աստղիկը զգաց, որ իր սիրտը արագ-արագանում է։ 12 դյույմանոց հեռադիտակ։ Հարոլդը գլխով արեց։ Հավանաբար այն անմխիթար վիճակում է։ Գմբեթը պետք է որ արտահոսք ունենա, ամրակը պետք է որ ժանգոտած լինի, ոսպնյակները կարող են վնասված լինել։ Բայց այս հին աստղադիտակների օպտիկան, երբ պատրաստվում է հմուտ արհեստավորների կողմից, զարմանալիորեն դիմացկուն է։ Եթե աստղադիտակը 40 տարի անտեսված վիճակում գոյատի առանց որևէ մեկի կողմից ոսպնյակները կոտրելու, այն կարող է վերականգնվել։ Ինչու ոչ ոք չի վերականգնել այն։ Որովհետև ոչ ոք չի ուզում լեռ բարձրանալ աստղագետ խաղալու համար, երբ կան տիեզերական աստղադիտակներ, որոնք միլիոնավոր անգամներ ավելի լավ են կատարում իրենց գործը։ Եվ որովհետև գույքը կապված է դատական կադաստրի հետ, որը ժառանգները որևէ շահագրգռվածություն չունեն լուծելու։ Ես ստուգեցի։ Կատեի քաղաքապետարանը փորձում է ազատվել քայքայվող մուտքի ճանապարհի պահպանման պատասխանատվությունից, ժառանգները կհամաձայնվեն այն վաճառել ցանկացած խորհրդանշական գնով, միայն թե խնդիրը իրենց ձեռքից ազատելու համար։ Աստղիկի աչքերը փայլում էին նույն ինտենսիվությամբ, ինչ աստղերը նրա պատանեկության տարիներին պվկ աստղադիտակով նայելիս։ Որը խորհրդանշական արժեք ունեն։ Հարոլդը ժպտաց։ Ժպիտը նրանն է, ով մեկ այլ մարդու մեջ տեսնում է նույն գեղեցիկ խելագարությունը, որը մղում է լավագույն գիտնականներին, արվեստագետներին, հետազոտողներին։ Ես անցյալ շաբաթ խոսեցի ժառանգների փաստաբանի հետ։ Նրանք կընդունեն $10 կամ համարժեքը ռեալով։ Աստղադիտարանի կառույցի դրան անմիջապես շրջապատող հողատարածքի համար մոտավորապես կես հեկտար։ Աստղադիտակը ներառված է կառույցի կազմում։ Աստղիկը ստիպված էր նստել։ Նրա ոտքերը դողում էին ադրենալինի, անհավատության մի զգացմունքի համադրությունից, որը նա չէր կարողանում անվանել, բայց որը շատ նման էր հույսի մի նյութի, որը նրա կարծիքով լիովին սպառվել էր այն օրը, երբ նա լքել էր հոր տունը։ Պրոֆեսոր, իմ հաշվին 38 ռեալ ունեմ։ $10 մոտավորապես 50 ռեալ է։ Գիտեմ, ասաց Հարոլդը նույն ժպիտով։ Քեզ համար ապահոված հետազոտական դրամաշնորհը վաղը կվճարվի։ Դու ավելի քան բավարար գումար կունենաս։
12 օր անց 2023 թվականի հունվարյան մի առավոտ Աստղիկ Վարդանյանը Կայտեի կենտրոնում գտնվող Փոշոտ նոտարական գրասենյակում ստորագրեց սեփականության փոխանցման փաստաթուղթ, վճարեց 10 ԱՄՆ դոլարին համարժեք գումար ուշադիր հաշվարկված 5.1 ռեալանոց թղթադրամներով դարձավ Էստրելա դա Մոնտանյա աստղադիտարանի, այդ թվում գմբեթի աստղադիտակի որպես կառավարման սենյակ կացարան ծառայող փոքրիկ կից տարածքի, Լեռան գագաթին գտնվող կես հեկտար հողատարածքի օրինական սեփականատերը, որը, ըստ Հարոլդոյի կողմից խորհրդակցած տեղագրական քարտեզների, առաջարկում էր Բրազիլիայի հարավ-արևելքում աստղագիտական դիտարկումների լավագույն պայմաններից մեկը, մեծ բարձրություն, ցածր լուսային աղտոտվածություն 360 աստիճան անարգել հորիզոն։ Դիտարան բարձրանալը մի արկած էր, որը փորձության ենթարկեց աստղիկի ֆիզիկական սահմանները, մուտքի ճանապարհը, որը 1960 ականներին ժայռի մեջ փորել էր էքսցենտրիկ ֆերմերը երբեք պատշաճ կերպով չէր պահպանվել։ Ընդամենը կարմիր կեղտոտ արահետ էր, լի փոսերով, չամրացված քարերով այն հատվածներով, որտեղ բուսականությունը այնքան էր ներխուժել, որ անցումը գրեթե անհնար էր դարձել, աստղիկը գրեթե 4 ժամ բարձրացավ վեր, մեջքի պայուսակը մեջքին, կանգ առնելով մի քանի րոպեն մեկ, շունչ քաշելու վայելելու այն տեսարանը, որը աստիճանաբար բացվում էր բարձրության բարձրացմանը զուգընթաց, բացահայտելով ներքում գտնվող հովիտները, լեռները, փոքրիկ քաղաքները, ինչպես ինչ-որ մեկի ուշադիր հավաքած հետո մոռացված մոդելի կտորներ։ Երբ նա հասավ գագաթնակետին առաջին անգամ տեսավ աստղադիտարանը, Աստղիկը զգաց զգացմունքների այնպիսի ինտենսիվ հակասական խառնուրդ, որ նրա մարմինը չգիտեր, ինչպես արձագանքել, նրա մի մասը ուզում էր ծիծաղել, քանի որ գմբեթն այդ համատեքստում այնքան աբսուրդային էր, ժանգոտ մետաղական գմբեթ, որը դուրս էր գալիս թփերի միջից, ինչպես կասկածելի հումորի զգացում ունեցող որը տիեզերական այգեպանի կողմից տնկված հսկա սունկ, որ տեսարանը կարծես ուղիղ ցածր բյուջեով գիտաֆանտաստիկ ֆիլմից լիներ, նրա մեկ այլ մասը ուզում էր լաց լինել, քանի որ քայքայումը իրական էր դաժան։ Գմբեթը ծածկված էր ժանգով, մետաղական ծածկույթի ամբողջական հատվածներ բացակայում էին կամ կախված էին մեկ գամով, ինչպես ատամներ, որոնք պատրաստվում էին ընկնել, կից շենքի տանիքը մասամբ փլուզված էր, բուսականությունը ծածկել էր ամեն ինչ, թփերն ու որդատունկերը աճում էին պատերի միջով, կարծես լեռը դանդաղորեն մարսում էր մարդկային կառույցը վերադարձնում այն հողին։ Եվ նրա մեկ այլ մասը, ամենախորը մասը, այն մասը, որը 14 տարեկանում պվկ աստղադիտակ էր կառուցել ընտրել էր երկինքը, երբ հայրը ստիպեց նրան ընտրել, պարզապես ասած. կատարյալ է։ Աստղիկը բացեց գմբեթի դուռը, որը մետաղական հառաչանքով արձագանքեց լեռան միջով, ինչպես երկար քնից արթնացած կենդանու ճիչը։ Ներքին տարածքը մութ էր, լուսավորված միայն լույսի ճառագայթներով, որոնք ներս էին մտնում պատվածքի ճեղքերից, ստեղծելով անկյունագծային ճառագայթներ, որտեղ փոշին դանդաղ շարժումով լողում էր, ինչպես մանրանկարչական աստղեր։ Իսկ գմբեթի կենտրոնում, բետոնե հիմքի վրա, որը ժամանակը ճաքել էր, բայց չէր ոչնչացրել, գտնվում էր հեռադիտակը։ Դա 12 դյույմանոց ռեֆրակտոր էր, տեղադրված թուջե հասարակածային հիմքի վրա, որը հավանաբար կշռել է ավելի քան 200 կիլոգրամ, գրեթե 2 մետր երկարությամբ հեռադիտակի խողովակը ծածկված էր օքսիդացման կանաչ պատինայով, որը նրան տալիս էր գրեթե օրգանական տեսք, կարծես այն ծառի ճյուղ լիներ, այլ ոչ թե գիտական գործիք, հասարակածային հենարանը խցանված էր ժանգով, պտտման առանցքները լիովին ամրացված էին, և ոսպնյակները թանկարժեք ոսպնյակները, որոնք կորոշեին, թե արդյոք հեռադիտակը կարելի է վերականգնել, թե պարզապես դեկորատիվ հուշարձան է մահացած գյուղացու ձախողված նկրտումների համար, ծածկված էին մետաղական կափարիչներով, որոնք անցյալում ինչ-որ մեկը մտքի խաղաղություն է ունեցել դնելու, նախքան ամեն ինչ թողնելը։ Աստղիկը մոտեցավ հեռադիտակին խորանին մոտեցողի նման ակնածանքով։ Նա ձեռքը մեկնեց դիպավ սառը, կոպիտ խողովակին։ Եվ մատների տակ զգաց մի բան, որին չէր սպասում։ Մետաղը թրթռաց։ Ոչ թե ֆիզիկական թրթռումով, ոչ թե որևէ մեխանիկական հաճախականությամբ, այլ մի բանով, որը նա կարող էր նկարագրել միայն որպես ներկայություն։ Կարծես հեռադիտակը գիտեր, որ վերջապես ինչ-որ մեկը ժամանել է։ Կարծես 40 տարի սպասել էր այս պահին։ Գիտեմ, շնջաց նա հեռադիտակին այնպիսի մտերմությամբ, որը ցանկացած դիտորդի համար խելագարություն կթվար, բայց այդ համատեքստում աշխարհի ամենախելամիտ բանն էր։ Ես էլ սպասեցի։ Հաջորդ շաբաթները նվիրված էին աստղադիտարանի աստղադիտակի վիճակի մանրակրկիտ գնահատմանը, Աստղիկը ամեն շաբաթավերջ բելու հորիզոնտեից մինչ Կայտե, իսկ այնտեղից լեռան գագաթ ճանապարհորդում էր իր մեջքի պայուսակում գործիքներ, մաքրող նյութեր պարագաներ տանելով 4-ժամյա արահետով բարձրանալով այնպիսի վճռականությամբ, որը տպավորեց նույնիսկ Հարոլդոյին,
ով երբեմն ուղեկցում էր նրան բարձրանալիս, ով 62 տարեկան հասակում իր ամբողջ կյանքն անցկացրած համակարգիչների աստղադիտակների առջ նստած մարդու ծնկներով տեսանելիորեն տառապում էր ջանքերից։ Գնահատումը բացահայտեց լավ-վատ լուրերի խառնուրդ։ Վատը, գմբեթը լայնածավալ վերանորոգման կարիք ուներ, կից կառույցը անկայուն վիճակում էր, գմբեթի ճեղքային բացվածքի համակարգը լիովին խցանված էր, իսկ աստղադիտակի հասարակածային հենարանը պետք է քանդվեր, մաքրվեր, յուղվեր, մաս-մաս վերամոնտաժվեր։ Լավը, աստղադիտակի օպտիկան անվնաս էր։ Մետաղական կափարիչները պաշտպանել էին ոսպնյակները 40 տարվա եղանակային պայմաններից, երբ աստղիկը վերջապես հանեց դրանք, ձեռքերը դողալով անհանգստությունից, մակերեսները զննեց լապտերով խոշորացույցով, որը նա վերցրել էր ֆիզիկայի ամբիոնից, այն, ինչ նա գտավ, ստիպեց Հարոլդին արտաբերել այնպիսի անեծք, որը ոչ ոք երբեք չէր լսել նրանից իր 30 տարվա ակադեմիական կարիերայի ընթացքում։ Այս օբյեկտիվները անթերի են, ասաց նա, ադամանդի արջ ոսկերչի ակնածանքով թեքվելով օբյեկտիվի վրա։ Օպտիկան բացառիկ որակի է։ Հավանաբար, պատրաստված է եվրոպացի արհեստավորի կողմից։ Այս վերականգնված աստղադիտակը կարող է ստանալ պատկերներ, որոնք մրցակցում են ժամանակակից միջին դասի սարքավորումների հետ։ Ո՞վ էր այս ֆերմերը։ Նրա անունը Անտոնիո Գուեդես Ֆերեյրա էր, պատասխանեց աստղիկը։ Նա արդեն արել էր իր հետազոտությունը։ Սուրճի ֆերմեր լինելով նա միլիոնատեր դարձավ 1950-ականներին, ըստ ելույթին ուներ աստղագիտության հանդեպ գիրք, որը նրա ընտանիքը համարում էր էքսցենտրիկ։ Նա աստղադիտարանը կառուցել է 1963 թվականին, օգտագործել այն գրեթե 20 տարի, մինչ հիվանդանալը մահանալը 1985 թվականին։ Տեսլականատեր, մրմնջաց Հարոլդը։ Եվ ինչպես բոլոր տեսլականատերերը, շրջապատի մարդկանց կողմից սխալ է հասկացվում։ Այս արտահայտությունը աստղիկին հարվածեց այնպիսի ուժով, որը Հարոլդը, հավանաբար, չէր նախատեսել։ Մի տեսլական, որը շրջապատի մարդիկ սխալ էին հասկացել։ Նկարագրությունը վերաբերում էր մահացած ֆերմերին։ Բայց այն նա վերաբերում էր նրան։ Եվ գուցե այդ պահին մտածեց աստղիկը, ավելին էր, քան պարզապես պատահականություն այն փաստում, որ նա հայտնվել էր այնտեղ, այդ լեռան գագաթին, այդ աստղադիտակի առջ, հետելով այն մարդու հետքերով, ով ինչպես նա նայել էր դեպի երկինք, երբ ամբողջ աշխարհը նրան ասել էր նայել գետնին։ Հայտնագործությունը տեղի է ունեցել աստղադիտակի հիմքի վերականգնման գործընթացի ընթացքում։ Աստղիկը աշխատում էր հասարակածային հենարանի ապամոնտաժման վրա, մի գործընթաց, որը պահանջում էր ժամագործի համբերություն որմնադիրի ֆիզիկական ուժ, երբ նա տարօրինակ բան նկատեց բետոնե հիմքի վրա, որի վրա տեղադրված էր հեռադիտակը։ Հիմքը մոտավորապես 1 մետր բարձրությամբ ամուր, ուղղանկյուն բլոկ էր, որը նախատեսված էր տատանումները կլանելու դիտակների կայունությունը պահպանելու համար դիտարկումների ժամանակ, սակայն հիմքի այն կողմում, որը մասամբ թաքնված էր տասնամյակների ընթացքում կուտակված փոշու բեկորների շերտով, կար մի հատված, որը, կարծես, սկզբնական կառուցվածքի մաս չէր կազմում։ Աստղիկը սրբեց տարածքը կտորով ավելի ուշադիր զննեց այն։ Հատվածը բետոնե սալ էր, որը հետագայում ավելացվել էր սկզբնական բետոնից մի փոքր տարբերվող կառուցվածքով եզրերով, որոնք, չնայած զգուշորեն քողարկված էին, ցույց էին տալիս շինարարությամբ չզբաղված մեկի կողմից պատրաստված լինելու հետքեր։ Այնպես էր, կարծես ինչ-որ մեկը բացել էր հիմքի մի խցիկ, ապա այն կրկին փակել նոր բետոնով, փորձելով այն դարձնել սկզբնական կառույցի մի մաս։ Աստղիկի սիրտը սկսեց ավելի արագ խփել։ Նա գնաց հարակից շենք, որտեղ թողել էր իր գործիքները, վերադարձավ մուրճով ու քերիչով։ Զգուշորեն շարժումներով նա սկսեց հեռացնել բետոնը կասկածելի հատվածից։ Բետոնը ավելի բարակ էր, քան թվում էր, ընդամենը մի քանի սանտիմետր հաստությամբ, կես ժամ զգույշ աշխատանքից հետո այն փլուզվեց, հիմքի ներսում բացահայտելով խոռոչ։ Խոռոչը մեծ դարակի չափ էր, պատված հաստ պլաստիկով, որը պարունակությունը պահպանել էր չոր պաշտպանված։ Խոռոչի ներսում մետաղական արկղ կար։ Իսկ մետաղական արկղի ներսում, փաթաթված ֆլանելային կտորով, որից դեռս մազաթելային գնդի հոտ էր գալիս, կար մի տետր։ Հաստ, շագանակագույն կաշվե կազմով տետր, դեղնած էջերով որպես էջանիշ ծառայող ատլասե ժապավենով։ Կազմի վրա, ոսկեգույն տառերով փորագրված էին այն, ինչը ժամանակին խամրել էր, բայց չէր ջնջվել, ԱԳՖ Անտոնիո Գուեդես Ֆերեյրա սկզբնատառերը։ Աստղիկը բացեց տետրը, նրա ձեռքերը դողում էին։ Եվ սկսեց կարդալ։ Դա ավանդական օրագիր չէր։ Այն ինչ-որ բան էր անձնական օրագրի, աստղագիտական գրանցամատյանի խոստովանության միջ։
Գրառումները ընդգրկում էին 1975-ից 1984 թվականները, Անտոնիո Գուեդես Ֆերեյրայի ակտիվ կյանքի վերջին 10 տարիները, բացահայտում էին մի պատմություն, որը Աստղիկը չէր սպասում գտնել, որը նրան ժամերով կաթվածահար արեց գմբեթի հատակին, կարդալով ու վերընթերցելով, չկարողանալով հավատալ իր աչքերի տեսածին։ Անտոնիոն պարզապես աստղեր սիրող էքսցենտրիկ ֆերմեր չէր։ Նա բացառիկ հմուտ սիրողական աստղագետ էր, որը Լեռան գագաթին 2 տասնամյակ միայնակ դիտարկումների ընթացքում աստղագիտական հայտնագործություններ էր արել, որոնք մանրակրկիտ կերպով գրանցել էր իր տետրում, բայց երբեք չէր հրապարակել, երբեք չէր կիսվել, երբեք չէր բացահայտել որևէ մեկին։ Տետրը պարունակում էր հեռավոր գալակտիկաներում ցեֆեիդների փոփոխականների դիտարկումների գրառումներ, աստղեր, որոնց լուսատվությունը պարբերաբար փոխվում է, որոնք օգտագործվում են որպես ստանդարտ մոմեր տիեզերական հեռավորությունները չափելու համար։ Անտոնիոն ամբողջությամբ ինքնուրույն մշակել էր այդ աստղերի տրամաչափման մեթոդ, որը, ըստ տետրում նշվածների, զգալիորեն ավելի ճշգրիտ էր, քան այդ ժամանակ գիտական համայնքի կողմից օգտագործվող մեթոդները։ Նա նամակներ էր գրել բրազիլական արտասահմանյան համալսարանների պրոֆեսիոնալ աստղագետներին, բացատրելով իր հայտնագործությունները, խնդրելով նրանց ստուգել իր տվյալները, նամակներին երբեք պատասխան չի տրվել, ոչ մի նամակի, ակադեմիական կրթություն չունեցող մի ֆերմեր, որը Մինաս Ժերայսի ներքին մասում գտնվող մի փոքրիկ քաղաքից գրում էր ցեֆեիդների տրամաչափման մասին, գիտական համայնքի կողմից ավտոմատ կերպով դասակարգվում էր որպես էքսցենտրիկ կամ շարլատան, որը հավաստիությունը չափում էր հաստատության ուսումնական պլանով, այլ ոչ թե տվյալների որակով։ Օրագրի գրառումները արձանագրում էին Անտոնիոյի աճող հիասթափությունը։ Ոչ ոք ինձ լուրջ չի ընդունում, գրել է նա 1978 թվականին։ Ես տվյալները ուղարկել եմ Սան Պաուլոյի աստղադիտարան, Կամպինասի համալսարան, Չիլի Լա Սիլիա աստղադիտարան։ Ոչ մի պատասխան։ Նույնիսկ ստացման հաստատում չկա։ Նրանց համար ես ֆերմեր եմ, որը նայում է երկնքին ծածնում, թե հասկանում է, թե ինչ է տեսնում։ Բայց տվյալները ճիշտ են։ Ես գիտեմ, որ այդպես է։ Աստղերը չեն ստում։ 1980 թվականին Անտոնիոն գրանցեց մի բան, որը հայտնագործությունը բարձրացրեց մեկ այլ մակարդակի։ Իր տրամաչափման մեթոդը օգտագործելով նա վերահաշվարկեց մի քանի գալակտիկաների հեռավորությունը, ստացավ արդյունքներ, որոնք զգալիորեն տարբերվում էին գիտական համայնքի կողմից ընդունված արժեքներից։ Շեղումները պատահական չէին։ Դրանք հետում էին հետողական օրինաչափության, որը ենթադրում էր, որ տիեզերքի ընդարձակման արագությունը, այսպես կոչված Հաբլի հաստատությունը, տարբերվում էր այդ ժամանակ սահմանված արժեքից։ Սրա կարողությունը դժվար էր գերագնահատել։ Հաբլի հաստատությունը տիեզերագիտության ամենահիմնարար պարամետրերից մեկն է, որը որոշում է տիեզերքի տարիքը, դրա չափը, վերջնական ճակատագիրը։ Այս հաստատունի արժեքի ցանկացած փոփոխություն ունի հետանքներ, որոնք արձագանք են գտնում ամբողջ տեսական ֆիզիկայում։ Եվ Անտոնիոն, միայնակ Մինաս Ժերայսի Լեռան գագաթին, իր կողմից պատվիրված աստղադիտակով, իր կողմից մշակված մեթոդով, ստանում էր արդյունքներ, որոնք ենթադրում էին, որ ընդունված արժեքը սխալ է։ Նա ավելի շատ նամակներ ուղարկեց։ Նա գրեց Անգլիայի, Ֆրանսիայի Միացյալ Նահանգների աստղագետներին։ Նա գծեց իր տվյալների, հաշվարկների, դիտարկումների պատճենները։ Եվ կրկին, լռությունը պատասխանն էր։ Գիտական աշխարհի դռները փակ են նրանց համար, ովքեր չունեն ճիշտ բանալիները, գրել է նա 1982 թվականին, դառնությամբ, որը շողում էր նրա ավելի կոշտ, ավելի թեք, ավելի հրատապ ձեռագրում։ Կարևոր չէ աշխատանքի որակը։ Կարևոր չէ տվյալների ճշգրտությունը։ Եթե դուք պրոֆեսոր չեք, եթե դուք բժիշկ չեք, եթե ձեր բլանկի վրա չունեք ճանաչված հաստատության կնիքը, ձեր հայտնագործությունները գոյություն չունեն։ Դուք գոյություն չունեք։ 1984 թվականին, տետրում իր վերջին գրառման մեջ Անտոնիոն գրել է. «Ես հիվանդ եմ։ Բժիշկներն ասում են, որ ես շատ ժամանակ չունեմ։ Ես այս տետրը թաքցնում եմ հեռադիտակի հիմքում, քանի որ գիտեմ, որ մի օր ինչ-որ մեկը կգա։ Ինչ-որ մեկը, ով կնայի այս հեռադիտակին, կտեսնի ոչ միայն գործիք, այլ դուռ։ Ինչ-որ մեկը, ով կունենա հետաքրքրասիրություն, բացելու փակվածը, քաջություն, կարդալու գրվածը։ Երբ այդ մարդը գալիս է, ես միայն մեկ բան եմ խնդրում. ստուգել իմ տեղեկությունները։ Մի վստահեք ինձ։ Մի գովեք ինձ։ Պարզապես ստուգեք։ Եթե ես ճիշտ եմ, աշխարհը պետք է իմանա։ Եթե ես սխալվում եմ, գոնե ինչ-որ մեկը կջանա ստուգել, ինչն արդեն ավելին է, քան որը մեկը արել է իմ ամբողջ կյանքում։
Աստղիկը փակեց տետրը։ Նա որոշ ժամանակ նստեց գմբեթի հատակին, որը չէր կարողանում չափել, տետրը կրծքին կպած, նայելով իր գլխավերում լուռ պահակի պես վեր խոյանող հեռադիտակին կապ զգալով մի մարդու հետ, որը մահացել էր իր ծնվելուց առաջ, բայց կարծես ճանաչել էր նրան, սպասել։ Տասնամյակների ընթացքում կանչել էր նրան, ավարտելու այն աշխատանքը, որը չէր կարողացել ավարտել։ Հաջորդ երկուշաբթի աստղիկը տետրը տարավ ըֆմ տվեց պրոֆեսոր Հարոլդոին։ Նա այն կարդաց ամբողջ գիշեր։ Երեքշաբթի առավոտյան, երբ աստղիկը ժամանեց ամբիոն ժամը 8-րդ դասի համար, նա գտավ Հարոլդոին նստած միջանցքում, տետրը բացած ծնկներին, աչքերը կարմրած անկնությունից դեմքի այնպիսի արտահայտություն, որը նա երբեք չէր տեսել նրա վրա, խոնարհություն։ Աստղիկ, ասաց նա խռպոտ ձայնով։ Ես ամբողջ գիշերը ստուգեցի նրա հաշվարկները։ Կեֆեիդների համար նրա մշակած տրամաչափման մեթոդները։ Հարոլդը լռեց, դժվարությամբ կուլ տվեց, շարունակեց. Դրանք հանճարեղ են։ Բացարձակապես հանճարեղ։ Եվ Հաբլի հաստատունի համար նրա ստացած արդյունքները։ Նա կրկին լռեց։ Դրանք համապատասխանում են այն արժեքներին, որոնք գիտական հանրությունը կընդուներ միայն նրա մահից 20 տարի անց։ Աստղիկ, այդ մարդը ճիշտ էր։ 40 տարի առաջ, միայնակ Լեռան գագաթին, ինքնաշեն աստղադիտակով, նա հանգեց այն եզրակացությունների, որոնք աշխարհի ամենամեծ աստղադիտարաններին տասնամյակներ կպահանջվեին հաստատելու համար։ Եվ ոչ ոք չլսեց։ Հարոլդի խոսքերը աստղիկի վրա թափվեցին ինչպես անձր, ոչ թե բռնի ու կործանարար տեսակի, այլ մեղմ ու անընդհատ անձրի, որը թափանցում է կարծրացած հողի մեջ, ծլեցնում երկար ժամանակ քնած սերմերը։ Եվ նրա մշակած տրամաչափման մեթոդը, շարունակեց Հարոլդոն, առաջ թեքվելով այնպիսի ինտենսիվությամբ, որ ակնոցը սահեց քթից ներք, եթե այն հաստատվի ժամանակակից դիտարկումներով, կարող է զգալի գործնական կիրառություններ ունենալ ժամանակակից հետազոտությունների համար, հայտնի է մի անհամապատասխանություն Հաբլի հաստատունի տարբեր մեթոդներով չափված արժեքների միջ, այսպես կոչված Հաբլի լարվածությունը, որը ժամանակակից տիեզերագիտության ամենամեծ չլուծված խնդիրներից մեկն է, Անտոնիոյի տվյալները, եթե վերարտադրվեն ժամանակակից գործիքներով, կարող են նոր հեռանկար առաջարկել այս խնդրի վերաբերյալ։ Հարոլդոն հաջորդ շաբաթ տետրը տարավ ֆիզիկայի ամբիոնի նիստի։ Նրա գործընկերների սկզբնական արձագանքը սկեպտիցիզմ էր, նույն սկեպտիցիզմը, որը 40 տարի առաջ Անտոնիոյին լռության էր դատապարտել։ Ակադեմիական կրթություն չունեցող ֆերմեր, որը Մինաս Ժերայսի ներքին մասում գտնվող ինքնաշեն աստղադիտարանից համապատասխան տիեզերաբանական տվյալներ էր ստանում։ Հավանականությունն այնքան ցածր էր, որ մի քանի պրոֆեսորներ մերժեցին այդ գաղափարը, նույնիսկ տվյալները չուսումնասիրելով։ Սակայն Հարոլդը պնդեց։ Եվ երբ տվյալները վերջապես ուսումնասիրվեցին աստղաֆիզիկոսների խմբի կողմից, որի մեջ էր նա Եվրոպական հարավային աստղադիտարանի այցելու, սկեպտիցիզմը աստիճանաբար փոխարինվեց ինստիտուցիոնալ դժկամությամբ, զարմանքով։ Տվյալները իրական էին։ Հաշվարկները ճիշտ էին։ Մեթոդը օրիգինալ էր, պոտենցիալ արժեքավոր։ Կայտեից էքսցենտրիկ ֆերմեր Անտոնիո Գուեդես Ֆերեյրան չճանաչված հանճար էր, որը Լեռան գագաթին գտնվող աստղադիտակից իսկական ներդրում ունեցավ աստղաֆիզիկայում, այդ ներդրումները 4 տասնամյակ թաղված էին մնացել բետոնի տակ, սպասելով, որ ինչ-որ մեկը բավականաչափ հետաքրքրասեր կլինի դրանք փորելու համար։ Անտոնիոյի տվյալները, որոնց համահեղինակ էր աստղիկը, իսկ խորհրդատու Հարոլդոն, հրապարակվեցին աստղաֆիզիկայի բարձր հեղինակություն ունեցող ամսագրում 2023 թվականի նոյեմբերին։ Նախատվային ցեֆեիդների դիտարկումներ բրազիլական սիրողական աստղադիտարանից։ Հետանքներ տիեզերական հեռավորության սանդուղքի տրամաչափման համար վերնագրով հոդվածը այնպիսի իրարանցում առաջացրեց աստղագիտական համայնքում, որը աստղիկը երբեք չէր կարող պատկերացնել, ոչ միայն տվյալների որակի, այլ դրանց հետում կանգնած պատմության պատճառով։ Պատմություն մի մարդու մասին, որին անտեսել էր իր սիրելի գիտությունը, մի երիտասարդ կնոջ մասին, որին մերժեց իր ընտանիքը, որը հանգամանքների այնպիսի անհավանական համընկնման միջոցով, որը հակասում էր հավանականության հաշվարկներին, գտավ իր աշխատանքը, այն լույս աշխարհ բերեց։ Հետանքը հսկայական էր։ Թերթերը, գիտական ամսագրերը, փոդքասթերը, հեռուստատեսային ծրագրերը լուսաբանեցին պատմությունը։ Աղջիկը, որը $10 գնեց աստղադիտարան, հայտնաբերեց մոռացված հանճար վերնագիրն էր, որը տարածվեց ամբողջ աշխարհում։ Աստղիկը հարցազրույցներ տվեց, դասախոսություններ արեց, մասնակցեց միջազգային կոնֆերանսների քննարկումների, հրավիրվեց աստղաֆիզիկայի ասպիրանտուրայի այնպիսի համալսարաններում, ինչպիսիք են Քեմբրիջը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը։
Սակայն այն պահը, որը նրան ամենից շատ է ազդել, այն պահը, որը նա գնահատում է որպես այս ամբողջ ճանապարհորդության ամենակարևորը, տեղի չի ունեցել գիտաժողովների դահլիճում կամ հեղինակավոր համալսարանի լսարանում։ Այն տեղի է ունեցել Լեռան գագաթին վերականգնված աստղադիտարանում, որն այժմ նա իր տունն է անվանում։ 2023 թվականի դեկտեմբերյան գիշեր էր։ Աստղիկը Հարոլդոյի օգնությամբ գիտական համայնքի նվիրատվությունների քննքի ֆինանսավորման շնորհիվ կարողացել էր վերականգնել Անտոնիոյի աստղադիտակը իր ֆունկցիոնալ վիճակին։ Հասարակածային հենարանը ապամոնտաժվել, մաքրվել, վերամոնտաժվել շարժիչով միացվել էր։ Լինզաները մասնագիտորեն մաքրվել վերակարգավորվել էին։ Գմբեթը վերանորոգվել էր, իսկ դիտակետի ճեղքը վերականգնվել։ Աստղադիտարանը 40 տարվա ընթացքում առաջին անգամ գործարկվել էր։ Այդ գիշեր աստղիկը բացեց գմբեթի բացվածքը, աստղադիտակը համապատասխանեցրեց Անդրոմեդայի համաստեղությանը, կիզակետը կարգավորեց երաժշտական գործիք լարողի նրբությամբ նայեց ակնոցով։ Եվ նա տեսավ Անդրոմեդա գալակտիկան, Ծիր Կաթինին ամենամոտ պարուրած գալակտիկան, որը գտնվում էր 2.5 միլիոն լուսային տարի հեռավորության վրա։ Նա տեսավ դրա պայծառ միջուկը, պարուրած թերը, նորածին աստղերի ամպերը, որոնք փայլում էին տիեզերական երիտասարդության խորը կապույտով։ Նա տեսավ այն, ինչ Անտոնիո Գուեդես Ֆերեյրան տեսել էր տասնամյակներ առաջ, նույն օբյեկտիվով, նույն վայրում, նույն զարմանքով։ Եվ այդ պահին միայնակ Լեռան գագաթին, աչքը կպած 40 տարի անտեսված աստղադիտակի ակնոցին, միայն թե փրկվի այն մարդու կողմից, ում կյանքը նույն անտարբերությամբ էր վերաբերվել, աստղիկը հասկացավ մի բան, որը ոչ մի գիրք, ոչ մի դաս, ոչ մի ուսուցիչ չէր կարող սովորեցնել նրան։ Նա հասկանում էր, որ աշխարհի վտարվածները, սխալ հասկացվածները, վտարվածները, անտեսվածները, նրանք, ովքեր նայում են դեպի երկինք, երբ բոլորը ասում են նայել գետնին, համակարգի թերություններ չեն։ Նրանք տիեզերքի անվտանգության համակարգն են։ Նրանք այն մարդիկ են, ովքեր ապահովում են, որ տրվեն այն հարցերը, որոնք ոչ ոք չի ուզում հարցնել, ասվեն այն ճշմարտությունները, որոնք ոչ ոք չի ուզում լսել, հաշվեն այն աստղերը, որոնք ոչ ոք չի ուզում հաշվել։ Նրանք աշխարհի աստղիկներն ու Անտոնիոսներն են, միայնակ տեսլականներ, ովքեր միայնակությամբ, մերժմամբ, անհասկացողությամբ վճարում են այն տեսնելու գինը, ինչ ուրիշները չեն տեսնում։ Եվ նա վերջապես հասկացավ, թե ինչու էր իր անունը աստղիկ։ Որովհետև աստղիկ հին հայերենում նշանակում է աստղ։ Եվ աստղերը, ինչպես նա սովորել էր Հարոլդի առաջին դասի ժամանակ, կազմված են այլ մեռած աստղերի մնացորդներից։ Նրա մարմնի ածխածնի յուրաքանչյուր ատոմ, թոքերում թթվածնի յուրաքանչյուր մոլեկուլ, արյան մեջ երկաթի յուրաքանչյուր մասնիկ կոփվել է միլիարդավոր տարիներ առաջ պայթած աստղի ներսում, ցրելով դրա տարրերը տիեզերքում, որպեսզի, ի վերջո, սովորական գալակտիկայի ծայրամասային թի սովորական աստղի շուրջ պտտվող մի փոքրիկ կապույտ մոլորակի վրա ծնվի Սթար անունով մի աղջիկ, մերժվի իր ընտանիքի կողմից, գնի աստղադիտարան $10 ժանգոտած աստղադիտակի տակ գտնի ապացույց, որ աշխարհի անտեսանելի էակները հաճախ ամենահեռուն տեսողներն են։ Վարդանյանների ընտանիքը պատմության մասին իմացավ թերթերից։ Գոհարը լաց լինելով, զանգահարեց աստղիկին, ներողություն խնդրելով, որը հնչեց անհասկանալի լացի միջով։ Լուսինեն երկար, շփոթված հաղորդագրություն ուղարկեց, փորձելով հաշտեցնել այն տարօրինակ քրոջ կերպարը, որին նա երբեք չէր հասկանում, այն գիտնականի հետ, որին այժմ ամբողջ աշխարհը տոնում էր։ Գոռը ոչինչ չասաց, քանի որ Գոռը երբեք ոչինչ չէր ասում, որը չէր արձագանքում հոր խոսքերին։ Իսկ Վարդանը արեց մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Նա բարձրացավ լեռը։ Նա հայտնվեց մի կիրակի կեսօրին, անսպասելի, շնչահեղձ, քրտնած, կոշիկները ծածկված արահետից առաջացած ցեխով, իսկ դեմքը կարմրած 4 ժամյա բարձրանալուց, որը պատժել էր 60 անց մարմնին, որը պատրաստ չէր նման մարտահրավերի։ Աստղիկը գմբեթում էր կարգավորում էր աստղադիտակի հետման համակարգը, երբ լսեց քայլերի ձայներ աստղադիտարանի շուրջը գտնվող ժայռոտ գետնի վրա։ Նա դուրս եկավ, տեսավ նրան։ Կանգնած գմբեթի առջ, նայում էր նրան այնպիսի արտահայտությամբ, որը երբեք չէր տեսել հոր դեմքին։ Դա զայրույթ չէր։ Դա դժգոհություն չէր։ Դա այն սառցե արամարանքը չէր, որով նա վերաբերվել էր նրան ամբողջ կյանքում։ Դա մի բան էր, որը նա կարող էր նկարագրել միայն որպես շփոթմունք։ Մարդկանց շփոթմունքը, ովքեր ամբողջ կյանքն անցկացրել էին պատեր կառուցելով, ովքեր հիմա, նայելով իր վտարած դստերը, տեսնում էին ոչ թե իր սպասած ավերակները, այլ աստղադիտարան։ Հեռադիտակ։ Աստղեր։ Նրանք մեկ րոպե նայեցին միմյանց, առանց որևէ բան ասելու։
Լեռնային քամին սուլում էր նրանց շուրջը, բերելով խոնավ հողի էվկալիպտի բույրը։ Վարդանը բացեց բերանը։ Փակեց այն։ Նորից բացեց։ Եվ վերջապես ասաց ձայնով, որը ջռում էր յուրաքանչյուր վանկի հետ, ինչպես բետոնը չափազանց ճնշման տակ. Ես եկա տեսնելու 3 բառ։ 3 բառ, որոնք ներողություն չէին, ափսոսանքի հայտարարություն չէին, ոչինչ չէին, որ կարելի էր անվանել քավություն, այդ տերմինի կինեմատոգրաֆիկ իմաստով։ Բայց Վարդանի նման մարդու համար դրանք հուզականորեն համարժեք էին Արարատ բարձրանալուն ծնկի իջնելիս։ Որովհետև Վարդանը չէր եկել պարզապես աստղադիտարանը տեսնելու։ Նա եկել էր տեսնելու իր դստերը։ Դստերը, որին նա վտարեց։ Դստերը, որին նա մերժեց։ Դստերը, որին նա թափառաշրջիկ անվանեց աստղերին նայելու ցանկության համար։ Նա 4 ժամվա ցեխոտ արահետով բարձրացավ, տեսնելու, թե ինչ էր նա կառուցել $10 այն երազանքներով, որոնք նա փորձում էր ոչնչացնել։ Աստղիկը չգրկեց նրան։ Նա չլաց։ Նա չներեց խոսքերով, որովհետև կան վերքեր, որոնց խոսքերը չեն կարող հասնել, որոնք միայն ժամանակը, շատ ժամանակ, կարող է սկսել բուժել։ Բայց նա արեց մի բան, որը մինույն ժամանակ ամենամեծ առատաձեռնությունն էր, ամենամեծ բանաստեղծական արդարությունը, որը կարող էր գոյություն ունենալ այդ իրավիճակում։ Նա հրավիրեց նրան նայել հեռադիտակով։ Վարդանը տատանվող քայլերով մտավ գմբեթ, կարծես մեկը մտնում էր օտար տարածք։ Աստղիկը աստղադիտակը ուղղեց Յուպիտերի ուղղությամբ, որը այդ գիշեր Մինաս Ժերայսի երկնքում փայլում էր գրեթե ագրեսիվ ինտենսիվությամբ, կարգավորեց կիզակետը։ Ապա նա մի քայլ հետ քաշվեց ասաց. Նայեք։ Վարդանը կռացավ ակնոցի վրա։ Եվ լուռ մնաց։ Նա տեսավ Յուպիտերին։ Նա տեսավ ամպերի շերտերը, որոնք խաչաձորեն հատում էին մոլորակի սկավառակը, կրեմի շագանակագույնի երանգներով։ Նա տեսավ 4 գալիլեյան արբանյակները, 4 փոքրիկ լույսի կետեր, որոնք դասավորված էին գազային հսկայի կողքին, ինչպես ուլունքներ տիեզերական վզնոցի վրա։ Նա իր կյանքում առաջին անգամ իր սեփական աչքերով կես դար առաջ անհայտ արհեստավորի կողմից պատրաստված ոսպնյակների միջով տեսավ տիեզերքի շունչ կտրող գեղեցկությունը, որը նրա դուստրն ընտրել էր, փոխարենը այն անվտանգ ուղու, որը նա ուզում էր պարտադրել։ Երբ Վարդանը հեռացավ ակնոցից, նրա աչքերը խոնավ էին։ Նա չասաց ներողություն։ Նա չասաց սխալվեցի։ Նա չասաց որևէ բան, որը կարելի էր համարել տասնամյակների թյուրըմբռնման թշնամանքի պաշտոնական հրաժարում։ Նա պարզապես ասաց այն մարդու ձայնով, ով հենց նոր էր տեսել մի բան, որը փոխեց իր աշխարհընկալումը։ Դա գեղեցիկ է։ Եվ աստղիկը, այն աղջիկը, որին վտարել էին տնից երկնքին նայելու ցանկության համար, այն երիտասարդ կինը, որը $10 գնել էր լքված աստղադիտարան, այն կինը, որը ժանգոտած հեռադիտակի տակ գտել էր մոռացված հանճարի ապացույցը, որ աշխարհի վտարանդիները հաճախ նրանք են, ովքեր տեսնում են ամենահեռուն, ժպտաց։ Փոքրիկ, զուսպ ժպիտ, ոչ թե հաղթանակի կամ վրեժ խնդրության, այլ շատ ավելի հազվագյուտ, շատ ավելի թանկարժեք մի բանի, խաղաղության։ Այո, ասաց նա։ Այո։ Այսօր Աստղիկ Վարդանյանը 24 տարեկան է։ Նա ՀՖՄԳ-ի աստղաֆիզիկայի դոկտորանտ է, ազգային աստղադիտարանի ասոցացված գիտաշխատող Էստրելա դա Մոնտանյա աստղադիտարանի տնօրեն, որը վերափոխվել է հանրության համար բաց հետազոտական գիտական հասարակայնության հետ կապերի կենտրոնի։ Անտոնիո Գուեդես Ֆերեյրայի վերականգնված արդիականացված աստղադիտակը շարունակում է գործել, ստեղծելով տվյալներ, որոնք նպաստում են Հաբլի հաստատունի տիեզերքի մեծածավալ կառուցվածքի հետազոտություններին։ Անտոնիոյի տետրը գտնվում է աստղադիտարանի կառավարման սենյակի ցուցափեղկում մի հուշատախտակի կողքին, որի վրա գրված է Անտոնիո Գուեդես Ֆերեյրայի 1917-1985 հիշատակին, ով տեսավ այն, ինչ ոչ ոք չէր ուզում տեսնել, գրանցեց այն, ինչ ոչ ոք չէր ուզում լսել, նրա աստղերը, վերջապես, փայլում են։ Եվ պարսկա գիշերներին, երբ գմբեթի բացվածքը բռնկվում է, աստղադիտակը ցույց է տալիս անսահմանությունը, աստղիկը դեռս հուզվում է։ Ոչ թե տիեզերքի վեհությունից, որը մշտական է անփոփոխ, այլ մարդկային համառության վեհությունից, որը փխրուն է, անկատար անսահմանորեն հիասքանչ։ Որովհետև, վերջի վերջո, սա աստղերի մասին պատմություն չէ։ Սա աստղադիտակների, աստղադիտարանների, տիեզերական հաստատունների կամ ցեֆեիդների փոփոխականների կարգաբերման մեթոդների մասին պատմություն չէ։ Սա պատմություն է այն մասին, թե ինչ է պատահում, երբ աշխարհը մերժում է իրեն մերժված մարդուն։
Երբ մեկը, ում տնից վռնդել են չափազանց մեծ երազների համար, գտնում է մի տեղ լեռան գագաթին, որտեղ երազանքները ոչ միայն թույլատրվում են, այլ միակ կարևոր բանն են։ Երբ մեկը, ում անօգուտ էին անվանում երկնքին նայելու համար, հայտնաբերում է, որ ժանգոտած հեռադիտակի տակ մի մարդ, ում նույնպես անօգուտ էին անվանում, ապացույց է թողել, որ նրանք, ովքեր վեր են նայում, նրանք, ովքեր հրաժարվում են գլուխները խոնարհել, նրանք, ովքեր պնդում են գեղեցկությունը տեսնել այնտեղ, որտեղ մյուսները տեսնում են միայն խավար, հենց այն մարդիկ են, որոնց աշխարհին պետք է, նույնիսկ եթե աշխարհին տասնամյակներ են պետք դա հասկանալու համար։ Եթե դժվար ժամանակներ եք անցնում, եթե զգում եք, որ մերժված եք, չհասկացված, անտեսանելի, հիշեք աստղիկին։ Հիշեք Անտոնիոին։ Հիշեք հեռադիտակը, որը 40 տարի սպասեց լեռան գագաթին, համբերատար, լուռ, նրա ոսպնյակները պաշտպանված էին կափարիչներով, որոնք ինչ-որ մեկը զգուշորեն դրել էր հեռանալուց առաջ, կարծես ասելով. «Գիտեմ, որ մեկը կգա։ Գիտեմ, որ հիմա չի լինի։ Բայց ինչ-որ մեկը կգա։ Միշտ ինչ-որ մեկը գալիս է։ Եվ երբ այն գա, աստղերը կսպասեն։ Ինչպես միշտ էլ եղել են։ Ինչպես միշտ կլինեն»։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, ցանկանում եք աջակցել մեր ալիքին, գնեք մեր բացառիկ էլեկտրոնային գիրքը չհրապարակված պատմություններով, որոնք կփոխակերպեն ձեր կյանքի հանդեպ տեսակետը, ուղղեք ձեր հեռախոսի տեսախցիկը էկրանին հայտնվող կոդի վրա։ Սրանք իրական պատմություններ են դժվարությունները հաղթահարելու, քաջության հավատքի մասին, որոնք հասանելի չեն որևէ այլ տեղ, յուրաքանչյուր գնում մեզ օգնում է շարունակել որակյալ բովանդակություն ստեղծել, հասնել ավելի շատ մարդկանց, ովքեր պետք է լսեն, որ միայնակ չեն, գնեք հիմա դարձեք այս համայնքի մի մասը, ձեր աջակցությունը մեծ տարբերություն է ստեղծում։